Մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք եւ միայն ձեր անձերի հաճո չլինեք, այլ ապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինի իր ընկերին դեպի բարին շինության համար։ Առաքյալը, եղբայրներ, քույրեր, այս խոսքերը ուղղում է մեզ եւ ասում է մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձերին հաճո չլինենք, ապա ամեն մեկս որ հաճո լինենք դեպի ընկերին շինության համար։ Եվ բացատրությունը Տերը տալիս է, թե ինչ է նշանակում տկարների տկարությունը վեր առնել, Տիրոջը հաճելի լինել, Տիրոջը ընդունելի լինել, որտեվ Քրիստոսն էլ Հռոմեացիս 15-րդ գլխի առաջի համարից էի կարդեմ, որտեվ Քրիստոսն էլ ոչ թե իրեն անձի համար հաճո եղավ, այլ ինչպես գրված է, թե քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ։ Բացատրեմ ասո խոսքը, թե ինչպես մարդը պետք է հաճելի լինի եւ տկարի տկարությունը ինչպես պետք է վերցնի, ասում է ինչպես Քրիստոսը ինքը մեր տկարությունը վերցրեց։ Ասում է Քրիստոսը ինքը, որովհետև Քրիստոսն էլ ոչ թե իր անձի հաճո եղավ, այլ գրված է, թե քեզ նախատողների նախատինքը ինձ վրա ընկավ։ Ուզում եմ մի քիչ այս ուղղությամբ հիմա մենք իրար հետ նայենք, քուրեր եղբայրներ, եւ թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք հասկանանք նախ ինչ է նշանակում զորավոր, ինչ է նշանակում տկարությունը վեր առնել տկար եւ նախատինքը ինչ է նշանակում կրել։ Որտեւ եթե մենք սա Տիրոջ ողորմությամբ հասկանանք, մենք կարող ենք հոգեվոր մեր առօրյա կյանքի մեջ բավականին մեծ հաջողությունների հասնել։ Կարողանանք հոգեվոր առաջընթաց ունենալ։ Որտեւ այսօր գաղափարապես շատ մարդիկ խորապես ամեն բան հասկանում են, գիտակցում են, բայց երբ որ գալիս է այս մարդու ներքնաշխարհը եւ նայում ես այս մարդու ապրած կյանքը, նայում ես այս մարդի գործերը, չի համապատասխանում իր գիտեցածին, իր հասկացածի չափ։ Որտեւ ապրած կյանքը ընդհանրապես ուրիշ բան է ցույց տալիս, իսկ նրա իմացածը, հասկացողությունը ընդհանրապես ուրիշ է։ Դրա համար թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, ասում է, մենք որ զորավոր ենք։ Նախ ես ուզում եմ նայենք ինչ է նշանակում զորավոր։ Այսօր այդ զորության մասին, երբ որ մենք խոսում ենք շատ ժամանակ, աշխարհի մարդը այսպես է հասկանում, որ ովքեր ուժեղ են, ովքեր ունեն սպասքի կարողությունը բարձր է, ովքեր ավելի մեծ դիրք ունեն հասարակության մեջ, տարբեր բնագավառների մեջ, այս մարդիկ համարվում են զորավոր։ Սա աշխարհի չափանիշն է։ Բայց հոգևոր տեսակետից ինչ է նշանակում զորավոր։ Եվ որ կարդում ենք մենք Եբրայեցիս 10-րդ գլխի 34 համարը, ասում է անոնց փրկիչը զորավոր է, նրա անունը զորաստերն է։ Այսինքն զորավոր մենակով է Տեր Հիսուսն է, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ մարդը այդ փրկչի հետ հաղորդ է, եւ որ մարդը այդ Աստծո հետ հաղորդ է, այդ մարդն ունի զորություն։ Որտեւ մարդկային զորությունը Սուրբ Գիրքը հիշեցնում, ասում է մարդու կյանքը կարճ է այս երկրի վրա, 60-70 զորությունով 80 տարի, էնել ցավ, տանջանք ու տառապանք։ Այսինքն մարդը երկրավոր կյանքի մեջ ոչ մի զորություն չունի, ինչքան ուզի ֆիզիկապես ուժեղ լինի, գաղափարապես հզոր լինի, չգիտեմ, ինտելեկտի տերելի, ինչով որտեղ ուզում եղնի, մի օր այս մարդի կյանքի վերջակետը դրվում է, եւ նա զորությունը դառնում է ինչ? Զորո։ Այսինքն որ մարդը մահացավ, վերջացավ նրա զորությունը, նրա ուժն է հատավ, նրա կարողությունն է հատավ, ամեն ինչ վերջացավ։ Բայց այսօր օդի իշխանը համոզել է, որ գիտես դու զորավոր ես, բայց Աստված ասում է, որ զորավորը Տերն է։ Լանայեք առաջի Կորինթացիս առաջի գլխի 25 համարի մեջ այսպես ասում. Աստված բերեք կարդանք առաջի Կորինթացիս առաջի գլուխ 25 համարից Վասնզի Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդը, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդը։
Այսինքն ինչքան ուզի մարդը, տեսեք ասում է, վասնզի, Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդը, եւ Աստծո տկարը ավելի զորավոր է, քան թե մարդը։ Աստված համեմատում է ժողովուրդ ջան, մարդուն այն մարդկանց հետ, որ Աստծո ամենատկար մարդը, այն ամենավերջի մարդը մեր լեզվով ասած, նա ավելի զորավոր է, քան թե աշխարհի մարդը։ Ինչի, որովհետև աշխարհի մարդի իմաստությունը մինչև այս գերեզմաններն է, բայց Աստծո զորավորի, Աստծո տկարի, թեկուզ Աստծո տկարի, նրա զորությունը հավիտենության մեջ է, նա հավիտենության համար է, նա հավիտենականության համար է։ Տերը թող օգնական լինի, ժողովուրդ ջան։ Դրա համար, երբ որ Կորինթացիս 2-րդ թղթի մեջ կարդում ենք Պողոս առաքյալը 12:10 ասում է, երբ որ կտկարանամ, Տիրոջմով կզորանամ։ Այսինքն, մեր զորությունը, եթե Աստծո վրա չի, մեր հույսը, մեր ապավինությունը, մենք չենք կարող զորավոր կոչվել։ Այսօր աշխարհի մարդիկ նորից եմ ասում, զորությունը ուրիշ բանի մեջ են տեսնում, բայց Աստված զորությունը տեսնում է մարդու անկարող վիճակի մեջ։ Եվ որ մարդը ինքը հասկանում է եւ գիտակցում է, որ ինքը ինչ որ ունի, ինչ որ ինքը հասել է, ինչի որ հասել է, դա իր շնորհքը չի։ Դա ոչ իր խելքից է, դա ոչ իր կարողությունից է, դա ոչ իր իմաստությունից է, ոչ չգիտեմ ինչից է, այլ այդ ամենի ողորմությունը Աստծոց է։ Որ եթե ինքը ինչ որ մի բանով դիմացինի հանդեպ առավելություն ունի, դա իր շնորհքը չի, դա Աստծո ողորմությունն է։ Այ երբ որ ես հասկանում այս մարդը սկսում է զորանալ։ Եվ կարողանում ասում դուք որ զորավոր եք, տկարների տկարությունն ինչ արեք, տարեք։ Այսինքն ես մարդը հասկանում է, եթե ես առողջություն ունեմ, դա իմ շնորհքը չի։ Եթե ես հաց ունեմ, դա իմ շնորհքը չի։ Եթե ես ինչ որ մի բանի հասել եմ, դա իմ շնորհքը չի։ Դա ես չեմ, դա ինձանից չի։ Այդ բոլորը Աստծուց է։ Այդ բոլորին անող Աստված է։ Հələ նայեք Աննայի աղոթքը, ժողովուրդ ջան։ Եվ որ մենք կարդում ենք Թագավորաց գրքի մեջ։ Ասում մերցնողն էլ Աստված, կյանք տվողն էլ Աստված, հարստացնողն էլ Աստված, աղքատացնողն էլ Աստված, կորսնողն էլ Աստված, փրկողն էլ Աստված, բոլորը ումից է, իրանից է, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մարդը այնպիսին է, որ օդի իշխանի բնույթը այդ մարդի մեջ է, այդ մեր հին բնույթը, որ ապականված է, այս ամեն ինչ այս մարդը վերագրում է իրան։ Դե ես լավն եմ, խելացի եմ, դես եմ, հասել եմ սրան, չէ, մենք լավը չենք, ժողովուրդ ջան։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված ում ընտրեց, տկարներին, անտոհներին, որպեսզի մի բան կարծողները ոչինչ լինեն, որ չպարծենան։ Դա համար ժողովուրդ ջան, ասում է դուք որ զորավոր եք, այսինքն նա է զորավոր, ով որ ինքը հասկանում է, որ ինչ որ իր կյանքի մեջ եղել է, ինչի որ հասել է, դա ոչ իր շնորհքն է, դա ոչ իր կարողությունն է, ոչ իր խելքն է, ոչ իր ունակություններն, այլ դա Աստծո բացառիկ ողորմությունն է։ Եվ որ մարդը այս հասկացողությամբ ապրեմ, այս մարդը չի պարտանում, ժողովուրդ ջան։ Որտեղ Սուրբ Գիրքը ասում է փառքից առաջ խոնարհությունն է գնեմ, խոնարհությունից առաջ փառքն է գնեմ, բայց կործանումից առաջ հպարտությունը։ Այսօր մարդը կործանվում է ինչի, որովհետև այս մարդը պարծենում է իր վրա, հպարտանում է իր վրա, իր արածի վրա, իր հասածի վրա, իր գործածի վրա, իր ապրածի վրա, ինչ որ բանը, որ մտածում է ինքն է, բայց ստեղ Աստված հենց ստեղ հասկացնում է, որ դա չի։ Դա համար ժողովուրդ ջան, ասում է դուք զորավոր եք, պետք է ինչ անեք։ Առաջինը իմանանք ինչ է նշանակում զորավոր։ Երկրորդը ասում է, որ տկարների տկարությունը վերառնեք։ Գիտեք, այս հարցի շուրջը, երբ որ մենք խոսում ենք, ասենք շատ ժամանակ մարդը այդ տկարությունը չի կարողանում զանազանի։ Ասենք ինչ է տկար, ինչ է զորավոր, այս մարդը չի կարողանում զանազանի եւ շատ հաճախ մարդը ինքը սխալվում է։ Այսինքն, երբ որ մարդը աշկի երևույթին նայում է եւ զանազանում է, այս մարդը տկար է թե թույլ։ Բայց Սուրբ Հոգին փառք Տիրոջը, որ մեր մեջ է, ինքը հասկացնում է, ինչ է տկար։ Եվ դրա համար Աստծո խոսքը մեզ բացատրում է եւ բացատրում է, թե տկարը ինչպիսին է, որ մենք ճիշտ հոգեվոր ձևով զանազանենք, թե տկարը ինչպիսին է։ Լա տեսեք, Առաջի Կորինթացիս 12-րդ գլխի 22 համարն ինչ ասում։ Առաջի Կորինթացիս
12-րդ գլուխ 22 համարից Այլ մանավանդ մարմնի այն անդամները, որ երևում են, թե տկարագույնն են, նրանք հարկավոր են, եւ նրանք, որ կարծում են, թե մարմնում շատ անարգված են, նրանք առավելից պատվեն արժանանում եւ ու շարունակում է։ Այսինքն, այն անդամները, որոնք որ տկար են մարմնի մեջ, բացատրեմ ասում, նրանք էլ կարևոր են։ Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, ինչ նշանակում տկար անդամ մարմնի մեջ։ Երբ որ մարդու օրգանը Տերը համեմատեց եկեղեցին մարմնի հետ եւ եկեղեցու գլուխը Քրիստոսի հետ։ Հիմա երբ որ մարդու մարմնի մեջ մի հատ օրգան հիվանդ է, ասենք սիրտն է հիվանդ, գրել են մեր օֆիկ քուրիկի մոտ տեղոթենք, ասենք սիրտն է հիվանդ, այն մեկը ասենք գլուխն է ցավում, այն մեկի ոտն է ցավում, այն մեկի ստամոքսն է ցավում, այդ հիվանդ տկար անդամները ինչ են անում մեր օրգանիզմի մեջ։ Մանք ինչ են անում։ Հա? Նրանք կարիք ունեն, այսինքն այս անդամները նրանք չեն հակառակվում։ Եվ որ մի ստամոքսը հիվանդ է, նա բժիշկի գնում, մեկ է բժիշկը ասում է պետքա զոնդ կուլ տաս։ Ստամոքսը չի ասում, չէ, ես զոնդ չպետք է կուլ տամ, ուրիշ բան արա։ Կամ ասենք սիրտը հիվանդ է, բժիշկը գրում է ճշումը բրծացել է, սա է, այդպես դեղը պիտի խմես։ Այսինքն մարմնի անդամները իրանք տկարության մեջ չեն հակառակվում, չեն վիճում, չեն նեղվում, պրոբլեմ չեն սարքում, այլ իրանք ասում են ես հիվանդ եմ։ Եվ որ սրտի հիվանդ մարդին տենում է, զորով սը գնում է, ինչ ասում է, սիրտը ցավում է։ Եվ որ ոտը ցավում է, չոլխին եմ տալի, չեմ կարում երկար մանգամ, ասում եմ, ոտս ինչ անեմ, ցավում է։ Այսինքն ժողովուրդ ջան, տկարը նա է, ով որ իր սխալն ընդունում է։ Բայց այն անձնավորությունը, որը որ հակառակվում է, որը որ վիճվում է, որը որ նեղվում է, որը որ դատում է, բամբասում է, չգիտեմ ինչեր անում, այս մարդը տկար չի։ Այս մարդը ինք իրան չի ճանաչում, այս մարդը ուրիշ անձնավորություն է։ Այս մարդը տկարի կարիքի մեջ չպետք է, նրա կարգավիճակի մեջ չպետք է դրվի։ Որովհետև տկար մարդը մենակ կարիք ունի, որ այդ տկարությունից դուրս գա։ Եվ որ մարդը հիվանդ է, նա ամեն ինչ անում է, որ այդ հիվանդությունից առողջանա։ Թե թե չէ։ Մարդու աշկը չի տենում, ամեն ինչ անում է, որ գնա այդ աշկը օպերացիանի տենա։ Գլուխը ցավում է, որ դեղը խմի, որ գլխի ցավ անցնի։ Նա ուրիշ բաների վրա չի մտածում։ Տկար մարդը ինքը իրան է տեսնում։ Բայց եթե մարդը դիմացիններին է տեսնում, այս մարդը տկար չի։ Մենք տեսար սրանից կարող է խոսալ։ Բայց չարեցին, են չարեցին, չայցելեցին, հիվանդեի չեկան։ Հա լավ արինք, լավ չեկանք։ 63 տարեկան մարդ եմ, տանս տեղը գիտես, մետե դու արել, ես էլ եմ հիվանդանում։ Հետ խիպտի ես անդադ քու տուն գամ, դու իմ տուն չկաս։ Ինչի։ Դու իրավունք ունես, ես իրավունք չունեմ։ Ես էլ եմ էլի մարմնի մի անդամ։ Հիմա ես ստամոքս եմ, դու ես սիրտ ես, մի անդամը ես եմ։ Մենք շատ ժամանակ ժողովուրդ ջան, այդ ձևի մարդկանց ասում ենք տկար է, ուրիշներին չի ցածացնում, տկար ուրիշներին չի դատում, տկար ուրիշներին չի իջացնում։ Սուրբ գրքի մեջ Տեր Հիսուսը բացատրում է թե ով է տկարը։ Ասում է երկու հոգի գնացին աղոթք անելու։ Մեկը փարիսեցի էր, մեկը մաքսավոր։ Եվ այս մաքսավորն ինչ էր աղոթում։ Տեր ներ ինձ, որովհետև արտակն է մեղավոր։ Թե չէր։ Բա ինչ էր ասում։ Ասում էր Տեր ներ ինձ։ Ես եմ մեղավոր։ Եվ Տերն ասում է նա ավելի արդարացավ, քան թե այն մեկը։ Ժողովուրդ ջան, այ երբ որ մեկը տկար է այս մարդը, ասում է դու նրա նախատինքը վերար։ Հիմա ասենք մարդը, ասենք ես այն օրը չորեքշաբթի օրը որոշակի բացատրում էի Տիրոջ երկյուղի մասին։ Գիտեք, եթե մեկը աստվածավաղ մարդը չի վախում իր մասին, աստվածավաղ մարդը վախում է դիմացինի մասին։ Սա է իսկական Աստծո երկյուղը։
Եվ որ մարդը ինքը վախում է իր մասին, որ կարող է ինձ ասեն, ինձ անեն, ինձ սենց լի, վայ ինձ անունը, վայ ասեն բադու սենց, բադու հնենց, բա կողքից ասեն բադու հոգևոր ես, բա սենց, այս մարդը Աստծուց չի վախում, այս մարդը իր եսից է վախում, իր անձից է վախում, իր փառքից է վախում, բայց Աստծուց վախեցող մարդը վախում է, որ իր պատճառով Աստծու անունը չանարգվի, դիմացյանի անունը չանարգվի։ Ես ոչ թե աշխատում եմ սուրբ կյանք ապրեմ նրա համար, որ ասեն վայ, Արտակը հոգևոր է, այլ աշխատում եմ սուրբ կյանք ապրեմ նրա համար, որ իմ քույրիկին կամ իմ ողբորը, որ երբ որ Սասունին մեկը տեսնի շուկայում կայնած, չասի, արա էդ ա քո Արտակ աղբերը, հլա տեսեն ինչ անեմ։ Այլ որ երբ որ կայնի, Սասունը կայնա գլուխը բարձր ասի, տենում ես իմ աղբորը, տենում ես ինչ մարդ է ինքը։ Այ մենք սրա համար պետք է երկյուղ ունենանք։ Եվ տկար մարդը ինք իրա թերությունն է տեսնում եւ աղաղակում է, որ Տեր իրան բարձրացնի, բայց այն մարդը, որը որ Իրանից է վախում, իր անունից է վախում, իր եսից է վախում, իր փառքից է վախում, այս մարդը չի կարող Աստծուն հաճելի լինի եւ դիմացին էլ չի կարող հաճեցնի։ Թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան։ Համար ասում եմ, դուք որ զորավոր եք տկարների տկարությունն ինչ արեք, տարեք։ Եվ միշտեղ Տերը շարունակության մեջ այսպես է բացատրում մեզ։ Այսպես ասեմ Տիրոջ խոսքը։ Ասում եմ, դուք որ զորավոր եք, պետք է տկարների տկարությունը վեր առնեք։ Միայն ձեր անձերի համար հաճո չլեք։ Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք շատ տեղեր հաճո լինելու մասին, Տերը խոսում է։ Ասում եմ, մենակ ձեր անձերի համար հաճո չլեք։ Հաճո չլեք։ Հլա նայեք, երբ որ կարդում ենք Սամուելի մասին, ասում է, թե Աստծու առաջ էր հաճելի, թե մարդկանց առաջին հաճելի։ Մենք պետք է ձգտենք, որ ոչ մենակ մեզ համար հաճելի լինենք, այլ նաև մարդկանց առաջ հաճելի լինենք։ Որովհետև Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ասում է, Տերը ինչ արեց, երբ որ ձեռնադրության մասին խոսում, ասում է, բարի վկայություն ունենա, այս անձնավորությունը, թե ներսից, թե դրսից։ Հիմա ինչքանով ենք, ես ինձ համար հաճելի եմ ինձ թվում է, բայց դրսինները, ես ինչքան եմ դրսիններին հաճելի։ Եվ դրսի մարդիկ ինչ վկայություն են տալիս իմ մասին։ Սուրբ գրքի մեջ Տիրոջ մասին ասում է, երբ որ կարդում ենք նաև Հռոմեացիս 15-րդ գլխի մեջ ասում է, Քրիստոսն էլ ոչ թե իր անձի համար էր հաճելի եղավ, այլ մեզ բոլորիս, ժողովուրդ ջան։ Հիմա եթե մենք հասկանում ենք սա, մենք ձգտում ենք, որ ոչ թե մենակ մենք հաճելի մեզ համար լինենք, այլ դիմացիններին։ Բայց այսօր շատ հոգևորներ ցավոք սրտի սա չեն հասկանում։ Մտածում է, ես էս ապրեմ, այն մեկ ինչ ուզում ալ ինչի, դերն ասում է գայթակղություններ պետք է գան։ Բայց վայ նրան, որի ձեռով կգան։ Ես հիշում եմ մեր լուսահոգի եղբայրներից տարիներ առաջ ննջեց մի հատ մեծ պապ ունեինք, եւ որ հարցը գնում էր, այս պապը ասում էր, դրանք սաղ անթլպատ փղշտացիք են, անապաշխար մարդկանց։ Եվ մի օր չամփերեցի իրան ասեցի, այ ախպեր, 30 տարի առաջ էլ մենք ենք էլի անթլպատ փղշտացի։ Բայց տեսանք են մեկի կյանքը, տեսանք են մի հավատացյալի կյանքը, են մի քրիստոնյայի ապրած կյանքը, եւ նա կյանքը մեզ ստիպեց որ փոխվենք։ Որտեղ մարդը այնպեսին է, որ իդեալական չի, բայց պետքա տեսնի, մեր աչքը տեսնում է։ Ժողովուրդ ջան, հաճելին նա է, որ ոչ թե մենակ Իրանն է, այլ դիմացիներն էլ հաճեցնում։ Ասում է, որովհետև ապա մեզ, ասում է, տեսեք ինչ ասում, ապա մեզանից ամեն մեկը թող հաճելի լինի իր ընկերին դեպի բարին եւ շինության համար։ Բայց որպեսզի ես իմ դիմացինին հաճելի լինեմ, ես ինձ պետքա զոհեմ։ Եթե դու ուզում ես, որ դիմացինիդ հաճելի լինես, դու անպայման քոնը պետքա զոհես։ Որտեղ միշտ չի, որ իմ ուզածը ու դիմացինի ուզածը իրար համապատասխանում է։ Միշտ չի, որ ինչ որ ես եմ ցանկանում, իմ դիմացինն էլ է ցանկանում։ Միշտ այդպես չի, ժողովուրդ ջան։ Դրա համար ասում է, որպիսի ասում է, մեզ ամեն մեկին պետք է հաճորնեինք են դեպի բարին շինության համար։ Ու մի բացատրում է, որ ես պետքա զոհեմ, որ դիմացինին հաճելի լինեմ։ Ինչ ասում է, որովհետև Քրիստոսն էլ ոչ թե իր անձին հաճո եղավ, այլ ինչպես գրված է, թե մեր նախատողների նախատինքը իր վրա վեկալավ։ Այսինքն, այն նախատինքը, որ մեր վրա էր, Քրիստոսը ինչ արավ, իր վրա վեկալավ։
Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ ինքը թողած երկնային փառքը, ամեն բան թողած, իջավ, մարդացավ, մարդու որդու կերպար առավ, որպեսզի մեզ մեղավորներիս հավիտենական դժոխքից ազատի։ Եվ ասում է, խաչի մահը հոժարական վերցրեց։ Հասկանում եք, այդ կրակի ծծմբի լճի պարունակությունը, բարկությունը ինքը վայելեց, որ ինձ ու քեզ դրանից ազատի, որ հաճեցնի մեզ։ Բայց այսօր մենք ինչ ենք ուզում եմ համ ինձ հաճելի էլի, համ դիմացին, դա չի կարա, քուրեր եղբայրներ, որպեսզի տկարների տկարությունը վեր առնեմ, պետք է ես իջնեմ, իմը զոհեմ, իմը դնեմ, իմը հոժարացնեմ, իջացնեմ, որպեսզի դիմացին ինձ շահեմ։ Պողոս առաքյալը գրում է, ասում է տկարների հետ ես տկար եղա։ Ինչա, այդ ասինքը, եթե մեկը մեծ հանցանքի մեջ էր, գնաց նրա այդ նույն հանցանքն արավ, քավ լիցի, այլ իջավ նրա մակարդակին, նրա հասկացողությանը, իջավ, զիջեց, զոհեց ինչ-որ տեղ, որպեսզի դիմացինին ինչ անի, բարձրացնի։ Բայց այսօր մենք չենք ուզում դա, ժողովուրդ ջան։ Ոնց կլի ես սենց, ոնց կլի ես տենց, դե ոնց կլի դե մտածի, ոնց կլի, ես ինչ ասեմ, ոնց կլի։ Ավետարան ուրիշ բան չի ասում։ Եվ օրինակը բացատրում ասում է, Քրիստոսը ինքը իր անձը իջացրեց, եւ որպեսզի այդ նախատինքը վեր առնի։ 4-րդ խոսքը, նրա համար ինչ որ գրվեցավ, մեզ սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի միաբանությամբ հույս ունենանք։ Ասում է ինչ որ գրվեցավ, ինչի համար գրվեցավ, մեզ սովորելու համար գրվեցավ։ Բայց այսօր ժողովուրդ ջան, եթե մարդը չի ուզում սովորի, այս մարդը չի կարա Աստծուն հաճելի լինի։ Այսօր նայում ես երկար տարի մարդը կարա գա Աստծուն, քարոզները լսի, Աստծո խոսքը կարդա, գիրքը կարդա, գիտի, բայց գնալ իր ուզած կյանքն ապրի։ Այս մարդը ականջ չունի։ Գործք առաքելոց 16-րդ գլխի մեջ, եւ որ մենք կարդում ենք, Աստծո խոսքը այսպես է մեզ հիշեցնում։ Ասում առաջի անգամ Անտիոքում Քրիստոսի աշակերտները կոչվեցին քրիստոնյաներ։ Քրիստոնյան դա աշակերտ է։ Եթե մարդը լսելու ականջ չունի, չի ընդունում, չի լսում, այս մարդը չի կարա, ժողովուրդ ջան, չի կարա Աստծուն հաճելի լինի։ Եբրայեցիս 11-րդ գլխի 6 համարի մեջ այսպես ասում. ասում Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա ու վարձահատույց ամեն իրան ինչ անողին, մտրողներին։ Եթե մարդը չի հավատում Աստծուն, եւ ասում առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Չի հավատում այս մարդը, չի կարող այս մարդը հաճեցնի Աստծուն։ Եվ եթե Աստծուն չի հաճեցնում, բնական է դիմացիններն էլ չի կարող հաճեցնի։ Եթե մարդը Աստծուն չի հաճեցնում, դիմացինն էլ չի կարող, որտեղ Սուրբ Գիրքը ասում է, եթե եղբորը տեսնում ես ու չես անում, Աստծուն որ չես տեսնում, ինչպես կանես։ Թող Սուրբ Հոգին օգնի եղբայրներ, քույրեր, որ մենք լուրջ խորենք, որ մենք այսօր ունենք մեր տան մեջ զավակներ, կողակիցներ, մեր ընտանիքի մեջ մարմնավոր քուրեր, աղբերներ, ծնողներ, հոր եղբայրներ, մորքուրներ, հորքուրներ, հարևաններ, բարեկամներ, որոնք փրկության կարիք ունեն։ Այսօր աշխարհը ամեն ինչ անում է, ընտրություններ, չգիտեմ ինչեր, որ մեկին բերի իշխանության, որ իր համար լավը լի ինչ որ բանի հասնի, էս անեն անի, լավ անում, թողանի աշխարհը։ Բայց ժողովուրդ ջան, աշխարհին փոխողը, ամեն ինչ փոխող անողը դա Քրիստոսն է։ Իսկ Քրիստոսը այս երկրի վրա անում է իր եկեղեցով։ Այ երբ որ մենք փոխվենք եւ հաճելի լինենք Տիրոջը, այդ մեր տկարներին էլ օգտակար լինենք, մեր ապրած կյանքով ցույց տանք այդ լույսը, այդ մարդիկ պիտի դառնան Տիրոջը, որովհետեւ Սուրբ Գիրքը հիշեցնում է. ինձ որպես լույս, քեզ որպես լույս եւ աղ դրել է քու տան մեջ, քու ընտանիքի մեջ ու քու շրջապատի մեջ։ Եվ Տերն ասում է, դու ես աշխարհի լույսը, դու ես աշխարհի աղը։ Հիմա եթե աղը համ չի տալի, լույսը համ չի տալիս, տան անդամը չի լուսավորվելու։ Եթե տանդ աղ չկա, վռազաղա քեզ պետք։ Չես նայում ինչա, վազում ես հարևանիդ մոտ։ Կարող ասենք ինչ-որ բան, մակարոն չունենաս, կոֆե չունենաս, չգիտեմ, խնձոր տանը չունենաս, չգնաս հարևանիդ տուն։ Բայց եթե աղ չունես, վռազ վատի վազես, ինչ անես, աղ տուր։ Ինչի։
Եմ որ տանը լույսը չի վառվում, վրաց դուս ես գալի լատենաս հարևանի լույսը վառում է, թե չէ, մենակ քու լույսն են կտրել, թե հարևանի։ Այդ լույսը դու պիտի տաս։ Եթե դու լույս չես տալի, քու տան անդամը պիտի ուրիշ տեղ գնա։ Եթե դու համ չես տալի, քու տան անդամը պիտի ուրիշ տեղ գնա այդ համը փնտրի։ Եվ այսօր ցավոք սրտի, որ չեն դառնում մարդիկ, սա է պատճառը, որ մեր համն լույսը չեն տեսնում։ Դրա համար ասում եմ, դուք որ զորավոր եք, տկարների տկարությունը վեր առեք, որովհետև մեր Քրիստոս թողած երկնքի փառքը, երկնային արքայությունը, հզոր ամեն բան թողած իջավ, մեզ նման մարդ դարձավ, բայց առանց մեղքի, առանց մեղանչական բնույթի, որ մեզ փրկի ու կյանք տա։ Եվ դրա համար մենք էլ պետք է մերը զոհենք, բայց շատ ժամանակ ոնց համ ես ուզում եմ իմ եսը դնեմ, համ իմ ուզասնանեմ, համ էլ Աստծո ուզածը, երկուսը չի կարա իրարել։ Եվ Տեր Հիսուսը ասեց, մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին պետք է հատի, մյուսին սիրի։ Չես կարող համ քո անձին հաճեսնես, համ Հիսուսին, համ ինձ էլ շահես, չես կարող։ Ինչ շահելու համար դու քունը պիտի զոհես, եթե դու սիրում ես ինձ։ Որովհետև Հիսուսը իրանը թողեց, որ ինձ շահի։ Ես էլ պետք է իմը թողամ, որ դիմացինին շահեմ։ Թող Տերը փառավորվի։ Մենք մի հատ աղոտ երգ պետք է երգենք։ Եվ ես խնդրում եմ, որ սպասավոր եղբայրները բարձրանան վերև։ Եվ այն քուրերը, եղբայրները, որոնք որ իրոք մինչև այսօր չեն կարում լավ լույս տալ։ Իրոք որ գտնում են, որ իրանք տկար են, ունեն թերություն, սխալ, թող առջև գան աղոտ կանենք, որ եթե նրանք, ովքեր որ ուզում են սրտանց Տիրոջը հաճեցնեն, որ ունեն իրանք սրտի մեջ բաներ, որ հասկանում են, որ սա պետքա զոհեն, որ դիմացինին շահեն ու չի կարողանում զոհել, բայց ուզում է զոհի, թող առջև գա, պետքա աղոտ կանենք, որ Տերը օգնի, որ այդ մարդը իրանը զոհի, որ դիմացինին շահի։ Իսկ որ դիմացինը շահվում է, ժողովուրդ ջան, ընդամենը